Բարև ձեզ իմ շատ սիրելի հետևորդներ, այսօր ուզում եմ ձեզ համար պատրաստել նորից խմորիչով մի խմոր, որը այստեղ Եվրոպայում կոչվում է պանետոն։ Պանետոնը նույն կատնահունցն է, իհարկե իմ կարծիքով, իմ սուբյեկտիվ կարծիքով, ի տարբերություն, որ իրենք ավելացնում են բացի չամիչից, մենք ավելացնում ենք չամիչ կամ չրեղեն։ Իրենք ավելացնում են չամիչ, չոր մրգեր, տարբեր չոր մրգեր և ավելացնում են նարինջի քերուկ։ Նարինջի կեղևը, նարինջը մաքուր լվանում ենք, հետո քերում ենք և այս մեր խմորի համար հարկավոր է 1 նարինջի քերուկ ընդամենը։ Եվ երկրորդ տարբերությունը այն է, որ չամիչը և չոր մրգերը թրջում ենք 2-3 ժամ, ես նկարել եմ, դա էլ կտեղադրենք, 2-3 ժամ առաջ թրջելու ենք այդ բոլոր չոր մրգերը չամիչի հետ, մի փոքր 1 նարնջի հյութով և 2 ճաշի գդալ կոնյակով, կոնյակ, ռոմ, ինչ որ կուզեք, ինչը որ սիրում եք, եթե չեք ուզում կարող եք ընդհանրապես չանել, համի վրա քիչ տարբերություն է թողնում։ Սիրելիներիս, առաջին հերթին պատրաստում ենք օպարա։ Օպարան խմորիչն է, թրջում ենք կաթով, կաթի մեջ ենք լցնում, սովորական, ինչպես միշտ պատրաստել ենք, այսպես։ Գոլից տաք կաթ է հարկավոր, խմորիչը չափերը անպայման կտեղադրեն, մի փոքր խառնում ենք, ավելացնում ենք 1 ճաշի գդալ ընդհանուր չափերի շաքարավազի չափից 1 ճաշի գդալ շաքարավազ, մի փոքր էլ ենք խառնելու և 3 ճաշի գդալ ալյուր ենք ավելացնում, այսպես լավ լիքը ճաշի գդալ ալյուր։ Նորից լավ խառնում ենք, ուրեմն լավ խառնելուց հետո ծածկում ենք ինչև բարձրանում։ Հիմա մենք խմորի պատրաստություն ենք տեսնում, այսպես ասած։ Ուրեմն, մեզ հարկավոր է 550 գրամից 600 գրամ ալյուր, բայց քանի որ ալյուրները տարբեր են, խնդրում եմ 700 գրամ ալյուր պատրաստեք մաղաց ձեզ մոտ պահեք, որպեսզի կամ ավելացնեք, կամ տեսնեք, որ իհարկե հարկավոր չէ, պետք չէ ավելացնել։ Հիմա ես ավելացնում եմ 550 գրամ ալյուր։ Ալյուրին ավելացնում եմ աղը, վանիլին է, ինձ մոտ շաքարային վանիլ է, այդ պատճառով ես 2 տուփ եմ վերցրել, 2 փաթեթ։ Խառնում ենք, սիրելիներիս, արդեն բարձրացել է մեր օպարան, այսպես ասած, տեսեք, պիտի այսպիսի գլխարկ կապի, տեսեք, եթե այս գլխարկը չի ստացվում ձեզ մոտ, ուրեմն խմորիչը լավը չէ, որակով չէ։ Ավելացնում ենք մեր ալյուրի վրա, այս արդեն պատրաստի թթխմորը կարելի է ասել։ Ընդամենը
Ինձ մոտ 15 րոպե տևեց, որ բարձրացավ։ Այսպես։ Հիմա ավելացնում ենք շաքարավազը, մի փոքր խառնում ենք և ավելացնում ենք ձվի դեղնուցները։ Այսպես։ Մի լավ խառնում ենք ու արդեն ձեռքով ենք ունցել։ Ուրեմն, տեսեք, այսպիսի խմոր ենք ստանալու։ Տեսեք։ Հիմա այս փուլում ավելացնում ենք քիչ-քիչ կարագը, տեսեք, հալված կարագ է, և հունցում ենք։ Իհարկե, այս խմորը շատ լավ կլինի, եթե մեծ հարիչով հարվի, բայց որպեսզի ձեզ համար ամեն ինչ պարզ լինի, ես ձեռքով եմ հունցում։ Եթե ձեռքով եք հունցելու, մի քիչ երկար է տևելու։ Սիրելիներս, հիմա ոչ թե մի փոքր, այլ ահագին պիտի հունցենք սեղանի վրա։ Շատ քիչ ալյուր ենք անում։ Ավելացնում ենք քերուկը մեր։ Տեսեք, կպչուն խմոր է ինքը, բայց հունցելու ենք։ Ուրեմն թասիտը շատ քիչ լուսայող ենք անում և տեսեք այսպիսի խմոր ենք ստացել, կպչող, տեսնում եք, կպնում ենք, մոտավորապես 15 րոպե ես հունցել եմ։ Լավ գնդիկ ենք անում և տեղադրում ենք թասի մեջ։ Խաչ ենք անում իհարկե։ Եվ ծածկում ենք։
Մի երկու հատ ծակում ենք, տեսեք։ Եվ տեղադրելու ենք լույսը վառած ջեռոցում։ Ուրեմն անցած տեսանյութից հետո էլի ինչ-որ ծատիկի համար խմորեղեն էինք պատրաստել, մի բաժանորդ հարցրել էր, թե ինչու լույսը վառած ջեռոցում, եթե ջեռոցում չդնենք չի բարձրանալու խմորը։ Իհարկե կբարձրանա սիրելիներիս, եթե պատուհանի մոտ չդնեք, հոսանք պետք է չլինի այդ սենյակում, բոլորս էլ գիտենք, որ խմորիչով խմորները մի փոքր այսպես բնավորություն ունեն չբարձրանալու։ Այդ պատճառով ջեռոցի մեջ հոսանք չկա, փակ տարածություն է, լույսը վառված, բավականին ջերմություն է լինում։ Ես դնում եմ միշտ լույսը վառած ջեռոցում խմորիչով խմորները։ Դուք էլ այդպես արեք, այսքանը։ Սիրելիներս, ուզում եմ մի փոքր խոսել այս չամիչը եւ չոր մրգերը կոնյակով եւ նարնջի հյութով թրջելու մասին։ Ուրեմն արդեն 3-4 ժամ է, որ թրջած, տեսեք, պահել եմ ես, հիմա պիտի անպայման չոր սրբիչով կամ խոհանոցի թղթյա սրբիչներով այսպես լավ չորացնենք, որպեսզի արդեն խմորի մեջ շատ ջուր չառաջանա։ Տեսեք, այսպես չորացնում եմ ես։ Եվ այսպես կթողնենք, թող լավ չորանա, մինչև մեր խմորը պատրաստ լինի։ Այսպես։ Հիմա ուզում եմ ձեզ բացատրել, թե նարնջը ինչպես պիտի քերենք, խնդրում եմ, նարնջը այնպես քերեք, տեսեք, ես մի փոքր շատ եմ այստեղ քերել, որպեսզի ձեզ բացատրեմ, որ չի կարելի շատ քերել ու մոտենալ սպիտակ մասին, որովհետև այս սպիտակ մասը, տեսեք, մյուս տեղերը ես շատ լավ թողել եմ, այսպես թռել եմ, կարելի ասել։ Միայն այստեղ եմ շատ քերել, որ բացատրեմ։ Ուրեմն սպիտակ մասը դառնություն է առաջացնում խմորի մեջ։ Խնդրում եմ շատ զգուշությամբ քերեք, մեկ նարնջի քերուկը շատ լավ հերիք է, բավական է այս մեկ բաղադրատոմսի համար։ Եթե դուք 2 բաղադրատոմս կանեք, ձեզ համար սա քիչ է, փոքր է, ուրեմն 2 նարինջ է հարկավոր, ամեն ինչ ավելացնելուց նարինջն էլ հաշվի առեք, որ պիտի ավելացնի։ Ուրեմն, սիրելի հետևորդներ, մեր խմորը շատ լավ է բարձրացել, տեսեք, այսպիսի շատ լավ խմոր ենք ստացել։ Հիմա մի փոքր գորգը բուսայով եմ անելու, որպեսզի հեշտ աշխատենք։ Այսպեսի լավ խմոր ենք ստացել, տեսեք։ Ենթարկող խմոր է դարձել մեր խմորը։ Հիմա մի փոքր այսպես ձեռքով բացելու ենք։ Ու մեր չոր մրգերը, թրջած արդեն չորացրած չոր մրգերը տարածելու ենք խմորի մեջ։
բաժանելու ենք քանի որ մեր ձևամանները մի քիչ մեծ են այս անգամ, ես կբաժանեմ 4 մասի բաժանեմ։ Տեսեք, այսպես գեղեցիկ գնդիկ ենք անում և դնում ենք ձևամանի մեջ։ Եվ նորից թողնելու ենք, որ բարձրանա։ Հիմա դնելու ենք նորից տաք ջեռոցի մեջ, այսինքն միայն լույսը վառած։ Եվ սկսենք մինչև բարձրանա։ Սպասելու եք, որ բարձրանա արդեն։ Սիրելիներս, տեսեք, որքան լավ է բարձրացել, լավ են բարձրացել մեր պանետոնները։ Տեսեք, արդեն պատրաստ են թխելու համար։ Թխելու ենք 170 աստիճանի տակ, վերև ներքև ռեժիմում։ Ես այստեղ արդեն պատրաստել եմ բեզեն, քանի որ մենք միասին պատրաստել ենք, ես արդեն էլ ժամանակ չկորցրեցի ու արդեն պատրաստել եմ։ Սիրելիներս, մենք արդեն ավարտեցինք, այսպիսի պանետոններ ստացանք, տեսեք, նույն ինքը կուլիչը, նույն ինքը մեր հայկական կատնահունցը, ուղղակի այսպիսի ամանների մեջ, թղթյա։ Շնորհակալ եմ սիրելիներս, որ նայեցիք, շնորհակալ եմ, որ ինձ հետ եք, իհարկե բարի դիտում եմ, մաղթում, նոր պիտի նայեք, ինձ թվում է անընդհատ դուք ինձ հետ եք։ Ես ձեզ բոլորիդ մաղթում եմ բարի զատիկ, ուրախ զատիկ, թող ձեր ընտանիքներին այս զատիկը բերի այն ամեն ինչ դուք ցանկանում եք, ինչ երազանքներ, ծրագրեր, պլաններ ունեք, թող իրագործվի, թող կատարվի այս զատկից հետո։
Սիրելիներս, դուք արդեն ինքներդ տեսաք, որ այդքան էլ բարդ չէ, իսկ գլազուրը մենք միասին պատրաստել էինք։ Իհարկե կգրեմ գրառումների բաժնում, դուք տեսել եք, մենք բեզ էինք պատրաստել ու բեզեի մեջ ավելացրել եմ լիմոնի հյութ, կիտրոնի հյութ և շաքարի փոշին սպիտակուցի հետ, այդքանը։ Ուրեմն վաղը խնդրում եմ անպայման ուշադիր եղեք, վաղը պատրաստելու ենք մեր հայկական ավանդական նորից հատկե համար կլոր գաթա չոր մրգերով, այսինքն չրերով գաթա ենք պատրաստելու, էլ ինչ զատիկ առանց չրերով գաթայի։ Հուսով եմ, որ անպայման ուշադիր կլինեք, կդիտեք, կհետևեք, դուք ինքներդ էլ կպատրաստեք ու ձեր զատկի սիրուն գեղեցիկ սեղաններին կունենաք այսպիսի գեղեցիկ զարդեր։ Շատ շնորհակալություն, սիրում եմ բոլորիդ, ցտեսություն։